Եվ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, վարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, շատ հետաքրքիր հանդիպում էր, մենք առիթ ունեցել ենք խոսելու դրա մասին, բայց ինչպես ասում են, այս խմորը շատ ջուր կպահանջի դեռ եւ հստակ է, որ իսկապես շատ ծանր կամ հետաքրքիր չգիտեմ ինչեր են մեզ սպասվում այդ հանդիպումից հետո մենք տեսանք առնվազն 5 հեռուստաընկերություն, խոշոր հեռուստաընկերություններ ռուսական ալիքներով, իսկ եթե ով չի հասցրել տեսնել, կարող է եւ Հայլի ակումբի Հայլի կետեի YouTube-յան ալիքով հետեւել եւ ոչ միայն տարածվեց դա, թե ինչպիսի ռեպորտաժներ էին պատրաստել ռուսական ալիքները։ Մենք գիտենք, որ շատ բաներ իջնում է այսպես միանգամից վերևից, ակնհայտ է դառնում, որ այս ամենը շատ կոնկրետ քաղաքականություն է։ Բավականին մեղմ էր այն, ինչ որ ասեց, ուղղակի կարելի ասել, որ կհամաձայնեք երևի պարոն Նահապետյան, բարեկամական խոսք էր եւ թե հիշեցում, որ ինչպիսի արտոնություններ է տրված եղել վերջին 20-30 տարիների ընթացքում եւ հատկապես այս վերջին 8 տարիների ընթացքում ինչ արտոնություններից է օգտվել եւ ինչ հնարավորություններ է տրվել Ռուսաստանի Դաշնության կողմից եւ ԵԱՏՄ-ում լինելուց հետո Հայաստանի Հանրապետությանը։ Դա նաեւ տարածում է Նիկոլի իշխանության վրա եւ հայ ժողովրդի վրա, թե ինչ ահռելի մեծ գումարներ են եկել եւ մոտավորապես 70-80% Հայաստանի Հանրապետության բնակչության եկամուտների մեծ մասը գալիս է հենց դրանից, մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունից եւ ԵԱՏՄ-ում լինելուց։ Նաեւ իհարկե ռուս-ուկրաինական պատերազմն էլ որոշակի հնարավորություն տրվեց, որ մի շարք ապրանքներ կան անցնեն Հայաստանով, իհարկե նաեւ այնտեղ որոշակի աճպարարություններով են զբաղված եղել Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իհարկե դրա մասին էլ շատ կոնկրետ խոսեց, ես հանդիպան հենց հաջորդ օրը զգուշացման պես, այսպես ազդարարվեց, որ Հայաստանից գալիս է այսինչ ապրանքատեսակը կամ այսինչ բանը, եւ շատ լավ հայտնի է, որ չէր կարող ընդամենը 1-2 տարվա ընթացքում դա եռապատկվեր եւ քառապատկվեր, սա ինչ է նշանակում, որ այլ երկրներից այդ ապրանքները Հայաստանը բերում են, այո, տրանզիտ երկիր է աշխատում եւ ահռելի մեծ եկամուտներ է ստանում։ Ռուսաստանն էլ աչքերը փակում է։ Ռուսաստանն էլ եւ ոչ միայն դրա վրա աչքերը փակում, մի շարք բաների նման եւ այնտեղ նաեւ իրենց զգուշացվեց, որ ուղղակի այսպես բան հարցի կերպով թե ինչ գնով է վաճառվում գազը Եվրոպային եւ ինչ գնով է տրվում Հայաստանի Հանրապետությանը, այսինքն ցանկացած հայ, որ հակառուսական տրամադրություններ եք խտացնում ձեր ներսում, դրսում, այդպես հրապարակային բան խոսում եք, ուղղակի պատկերացրեք, եթե դուք ձմռան ընդունենք վճարում եք 50,000 դրամ ջեռուցման համար, դուք կարող եք վճարել այսուհետ 200,000, 250,000, մի հատ խնդրում եմ բազմապատկեք, այդ մինիմումն եմ ասում, որտեվ կան տներ, որտեվ ձմռանը ամսական վճարում են 100,000, դուք ստիպված կլինեք 400-500,000 վճարել կամ տներ կան, որ վճարում են 200,000, դե այդպես բազմապատկեք ու տեսեք ինչ կարող է մեզ սպասել, ոչ ընդ որում սա ոչ թե ինչ որ չարա կամ ինչ որ sense բան է, չէ, կարող է ասել դե եթե դուք ընտրել եք այդ ճանապարհը, մենք ինչպես վերաբերվում ենք Եվրոպայի մի շարք երկրներին, ոչ պակաս բարեկամ երկրների, օրինակ 4 անգամ ավելի թանկ վաճառելով նույն կերպ կարող ենք վաճառել Հայաստանի Հանրապետությանը։ Գիտեք, պարոն Նահապետյան, մեր քաղաքացիներին թվում է, որ այն ինչ որ տեղի է ունենում, դա բացարձակ իրենց հետ կապ չունի, էլի միայն թե լավ է, որ ինչ որ մարդկանց հարցերը լուծեն եւ իրենք բավարարվեն, որ քիչ թե շատ կայացած մարդկանց համար խնդիրներ կա։ Չէ, այդպես չի։ Օրինակ, ինչպես մեր Եվրոպայում ապրող մեր հայրենակիցների համար, որ ձեր 99%-ը այս բոմժերի հեղափոխությունով շատ ոգևորված էիք, թռել, եկել էիք, պաշտպանում եք, իմիջիայլոց այն տականքակույտ են, Արսինե Խանջյան, այն ինչեր են Թանգյան, Սերժ Թանգյան, այս Արտո Թունջ Բոյաջյան, այս տականքակույտից ոնց որ թե ձայն չկա, չէ՞, այդ լացակումած Արցախս, այ տականքներ, բա մի ձայն հանեք, եկել էիք, հեղափոխություն էիք ողջունում, բան էիք անում, 40 անգամ են Արսինե Խանջյանը գիտեք, չէ՞, ամեն մի նախագահից ազնագիրաստանում, հետո սենց հուզված էր, թե պարզեց նորից տես Նիկոլից էլ մեկ անգամ եւս ստացավ, ձայն ծպտուն չկա, էլի Հայաստանը, այսպես Արցախը տապալված է, Հայաստանը տապալման եզրին է, ոչ մի ձայն չկա։ Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներ, ձեզ թվում է, որ այս հեղափոխությունը գալու է եւ ինչ որ վրեժ ունեք ձեր չկայացած, կիսակայացած վիճակների համար, ինչ որ մարդկանց համար պիտի խնդիրներ ստեղծի, վատ լինի եւ դուք դրանից բավարարվեք, գաք
խաղ ու բախտավոր վայելեք Հայաստանի Հանրապետությունը։ Այդպես չի, եթե երկիրը օկուպացված է, եթե երկիրը գրաված է թշնամու կողմից, այս պարագայում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, այսպես թե այնպես աշխարհից ցանկացած անկյունում ապրող հային դա առնչվելու է։ Ինչպես տեսակ ինքը ճանապարհները փակեց մի շարք հայերի անվանի հեղինակավոր հայ բարեկամների եւ հիմա արդեն տարածվում է Եվրոպայում եւ դրսում ապրող մեր հայրենակիցների վրա խստացվել է ինչ որ ստուգումներ եւ վախեցնում են բոլորին, որ հանկարծ չգաք այստեղ։ Սա ինչի իրենք գիտեն, չէ, որ այս մարդիկ գալիս են, մեծ գումարներ են ծախսում այստեղ Հայաստանում, հայրենիքի հետ կապը ամուր է։ Պարզ չի Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներ հայեր, այն որ պաշտպանում էիք Նիկոլին, պարզ չի, որ սա Թուրքիայի եւ Ադրբեջանի հրահանգն է, ինչի համար, որ հնարավորինս հայերին կտրել Հայաստանից, այնպես որ կարճամիտ, տգետ, թերուսներ, որ դուք այսպես երջանկանում եք երկիրը բոմժերով գրավելուց կամ թուրքերին կողմից գրավելուց, որ բոմժերը գալիս եւ գրավում են եւ հեղափոխություն են անում եւ ձեր ուղեղներին չի հասնում թե դրա հետո ինչ է լինելու։ Իմացեք, որ դա այսպես թե այնպես տարածվելու է ձեզ վրա, ինչպես հիմա տարածվել է ձեր վրա եւ ես գիտեմ, որ շատ շատերդ վախեցել եք, վախեցած եք եւ չեք ուզում գալ Հայաստան մտածելով թե ինչեր է անելու ձեր գլխին Նիկոլը։ Այդպես է, ինքը բոլորի հարցերն է լուծելու։ Եթե ավելի պարզ ասենք, աշխարհում ապրող ցանկացած հայի հարց, եթե ձեռքը հասնի, գոնե այնպես կանի, որ որևէ առնչություն չունենան Հայաստանի հետ եւ կամ այնպես լինի, որ գլուխները կախման գա, եթե հայ են, ամաչեն հայ լինելուց, որովհետև ինքը հնարավորինս նվաստացնում եւ ստորացնում է, բացի այն, որ բերեց պարտություն հայ ժողովրդին, բացի այն, որ Արցախը տապալեց, բացի այն, որ 4 պատերազմ բերեց, ինքը շարունակում է նվաստացնել հայ ժողովրդին։ Եվ սա ի դեպի կարգով եւ ասեմ հետաքրքիր արձագանքներ եղավ, եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ավերչուկը։ Դուք սա պատկերացնում եք ինչ է նշանակում, այսինքն դուք հնարավորություն չեք ունենա ուղիղ չվերս Կրասնոդար, Պսկով, չգիտեմ, Մոսկվա, Լենինգրադ, վերջ, ավարտվելու է դա։ Դուք ինչպես ես կգնաք, երևի մեր սիրելի Եվրոպայով կգնաք կհասնեք Ստրասբուրգ, Փարիզ, Բրյուսել, հետո այնտեղից կպտտվեք կգաք։ Ուրիշ ճանապարհ։ Բայց այնտեղի չեք չինում, այնտեղ էլ կապ չկա։ Վերջացավ, ուրեմն Ադրբեջանով, Սերծովով, այո, որտեվ ես ասեցի պարոն Նահապետյան, բայց իրականում չկա այդ ճանապարհը, որտեվ այնտեղից էլ ուղիղ կապ չկա։ Ուրեմն ինչ է մնում ձեզ սիրելիներ, այսպես թե այնպես, եթե չգիտեմ, Աստված մեզ օգնական, եթե Հայաստանի Հանրապետությունը մնա, ես իհարկե շատ բան եմ պատկերացնում, եթե Նիկոլը մնա, ուրեմն մնալու է ընդամենը շատ ճիշտ նկատեց, ես տեսեք չէի մտածի, պարոն Նահապետյանը ճիշտ դիտարկում էր, մնաց Ադրբեջան եւ Թուրքիա, Ստամբուլ, կգնաք Ստամբուլ, կգնաք Բաքու, Բաքվից օրինակ կգնաք Մոսկվա, կգնաք Կրասնոդար, ահա սա է ձեզ համար եւ նաեւ շատ հետաքրքիր էր Զատուլինի արձագանքը, երկու անգամ արձագանքել է, Պուտինը հստակ ասաց անհնար է համատեղել ԵԱՏՄ-ն եւ ԵՄ անդամակցությունը։ Փաշինյանը համաձայնեց, սակայն նշեց, որ ընտրության ժամանակ դեռ չի հասել, միևնույն ժամանակ նա չի անդրադառնում այն հանգամանքին, որ 2 տարի առաջ խորհրդարան ընտրել է ԵՄ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն, ասաց միության կողմից որևէ առանց միության կողմից որևէ հրավերի։ Այսինքն, գիտեք, այն մերկի փոքրիկ ժուլիկներին թվում է, որ իրենք ինչ որ բան են անում, այդ ոչ մեկ չի տեսնում, որ իրենք աչքերը փակում են, տակից ինչ որ բան են անում։ Ուրեմն ոչ մեկ չտեսավ, չէ, Նիկոլ, ինչքան էլ աչքերդ փակես ու տակից ինչ որ բաներ անես դաշնակից երկրների դեմ, այս պարագայում մեջ է դեմ։ Միևնույն է, դա իմանում են եւ հիմա արդեն շատ բաց տեքստով դրա մասին ասած Զատուլինը եւ նաեւ փոխվարչապետը ինչպես ասեցի։ Հետո ինչ է հավելել, սա էլ ասեմ, այստեղից արդեն խոսքը փոխանցեմ պարոն Նահապետյանին։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է փոխել երկրի կողմնորոշումը։ Նա գնում է ընտրությունների հունիսի 7-ին եւ մեծապես հույս ունի կրկին հաստատել իր լիազորությունները, ասել է Զատուլինը։ Ուրեմն Հայաստանի բոլոր գործողությունները տարածաշրջանում իրականում խնդիրներ են ստեղծում Իրանի համար։ Հայաստանը պատրաստվում է Իրանի հետ ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, սակայն կարծում եմ Սպիտակ տան բարեկամները ակնհայտորեն չեն ցանկանում, որ Հայաստանը մասնակցի դրան, իսկ Սպիտակ տան բարեկամներ Փաշինյանի համար անհամեմատ ավելի կարևոր են, այսինքն ապագայում նաև այստեղ խնդիրներ կլինի Իրանի համար, թեպետ ես կարծում եմ դա նոր չի, շատ վաղուց է։ Խնդրեմ, պարոն Նահապետյան։ Եկեք մենք ընդհանրացնենք Ռուսաստանի նախագահի խոսքը, որտեղ օրակարգ ինքն է թելադրում եւ
իր մտքերին արձագանքեց, անդրադարձավ կամ փորձեց այլ տեսակետներ Փաշինյան Նիկոլ։ Ուրեմն 3 հիմնական խումբ։ Խումբ առաջին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը ուղղված էր հայ ժողովրդին։ Տնտեսական առումով բոլոր հիմնավորումները հայ ժողովրդին դուք ճիշտ դիտարկում արեցիք։ Սա եւ գազին է վերաբերվում, եւ առևտը ապրանքաշրջանառությանը, ընդ որում 24 թվականի համեմատ 25 թվականին 2 անգամ կրճատվել է։ Հայաստանից արտահանվում է պտուղ բանջարեղեն եւ վերամշակած ապրանքներ տարեկան 1 միլիարդ 200 միլիոն։ Սրա մասին Ռուսաստան նախագահ ասաց, անգամ համեմատության զուգահեռ վերեց 25 թվականի մեր ապրանքաշրջանառությունը 5 միլիարդից ավելին է, քան Ռուսաստանի եւ Ադրբեջանի, սա պատահական չասաց։ Այսինքն ասես դուք նայեք համատական եւ մեր ժողովուրդը թող գնահատի, այո, գնահատի ինչ է կորցնելու։ Երկրորդ խումբը, որտեղ Ռուսաստանի նախագահը ասեց, դա վերաբերվում էր Հայաստանի օրվա կոլաբորանտ իշխանություններին եւ իրանց տերերին։ Ռուսաստանը չի հանդուրժելու եւ չի ընդունելու իրար հակամարտության մեջ գտնվող, թշնամական ջանբարներում գտնվող, գոյութենական կռիվ տվող Եվրամիության ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Ռուսաստանի Դաշնության հնարավոր չի երկուսի ճամբարում միաժամանակ լինել։ Ասեց ընտրությունը ձերն է, դուք եք ընտրում, բայց իմացեք, եթե ԵՄ-ը մեզ հետ այլևս կապ չունեք, ոչ ԵԱՏՄ-ում, ոչ ՀԱՊԿ-ում, որտեղ ԵՄ-ն արդեն 4 տարի է, բարիս բուն իմաստով եւ տնտեսական պատերազմ է հայտարարել, այսինքն այս թշնամին են։ Սա երկրորդ բլոկը, այսինքն Կարմիր գիծը հստակ քաշվեց։ Եվ երրորդ բլոկը Արցախի հարցը փակված չի։ Ընդ որում Ռուսաստանի նախագահի այդ կեցվածքին 2 օր առաջ արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, այլ նոտաներ, այլ հիստերիկություններ, թե թեման փակված է։ Մեր սիրելի դրածո վարչապետ կոչեցյալ Նիկոլ Փաշինյանն էլ ասեց Ղարաբաղյան շարժում չկա, իսկ ոչ ավել ոչ պակաս Ռուսաստանի Դաշնության նախագահը ասում է, որ ոնց է եղել, որ Ղարաբաղը հայտնվել է Ադրբեջանի կազմում։ Այսինքն ինքը Ղարաբաղի թեման նորից արձակցեց։ Եվ ես ուզում եմ այս երրորդ թեմայի վրա անդրադառնալ Նիկոլի ստերի հետ կապված։ Նիկոլը մասնավորապես նախ Ռուսաստանի նախագահ ասում է, կարծում եմ, որ ակնհայտ է այն բանից հետո, երբ դուք խոսքը Նիկոլն է վերաբերում 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներ-ադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այս հարցում, կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս։ Սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ եւ այլն։ Հիմա ուրեմն Ռուսաստան նախագահը ասում է, որ Արցախը հանձնվել է Փաշինյան Նիկոլի ձեռամբ։ Փաշինյան Նիկոլը փորձում է հակադարձել, ասելով, որ դա այդպես չի, իրականությանը չի անպատասխանում եւ ոնց է արձագանքում։ Նախ ասում է, ինչ Նիկոլը հիմա, ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ կապված հարցին, ես արդեն շատ թափանցիկ եւ հրապարականորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետություն, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, այս Ալիևի պահանջն է, չէ՞, որտեղ Հայաստան եւ Ադրբեջանի միջեւ արդեն հաստատվել է խաղաղություն, ուշադրություն դարձեք, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ ինքնիշխանությունը 91 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է խորհրդային Հայաստանից, անկախ Ադրբեջանը 100%-ով նույնական է խորհրդային Ադրբեջանից, ստում է, պարզապես ստում է, ինչու, որտեւ Ադրբեջանի սահմանադրությամբ ներկայիս Ադրբեջանը իրավահաջորդն է 1918-20 թվականների Ադրբեջանի խորհրդային Ադրբեջանը, որտեղ Արցախ չի եղել։ 10,000 քառակուսի կիլոմետր է եղել այդ ժամանակ Հայաստանի տարածքը 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի կամ Ալեկպոլի պայմանագրով։ Հենց որ Նիկոլի ասելով չի, Ալիևը իր սահմանությունը մայր օրենքը արձանագրում է, որ ներկայիս Ադրբեջանի սահմանները են 1918-20 թվականի Ադրբեջանի, իհարկե այդ ժամանակ Արցախ իր տարածքը չէր, բայց Հայաստանի շատ բան Ադրբեջանի տարածքն էր։ Եվ հետո Նիկոլը ինչ հաջորդ ուրեմն բանն ասում կոնկրետ բանի հետ կապված։
Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղ Նիկոլն ասում։ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դահել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է եւ դուք հիշում եք, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Հիմա ես ասում եմ, առաջին անգամվա Ռուսաստանի Դաշնության նախագահի կեցվածքը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ասվել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, այսինքն 44-օրյա պատերազմից 1 ամիս 7 օր հետո։ Ուրեմն 3 հիմնական շեշտադրում առաջին։ Ասում է, որ Հայաստանն ինքը չի, ուրեմն միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես ես նույնպես նշել եմ, այս բոլոր տարածքները Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն են, նշելով Պուտինը, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ հաշվի առնելով դա միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը նույնպես Ադրբեջան, այսինքն ասում է Արցախ որպես ինքնիշխան անկախ պետություն ոչ մեկ չի ճանաչել, այսինքն գոյություն չունի։ Գոնե մեկը ճանաչել եւ ասում Հայաստանը պիտի ճանաչի, չի ճանաչել։ Երկրորդ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը Մարս մոլորակի վրա գտնվող տարածք չի։ Եթե անկախ չի, ինչ որ մի պետության տարածքում է, որ տարածվում է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածքում է, որտեղ Հայաստանը չի ճանաչել։ Ոչ անկախությունը, ոչ էլ վերամիավորել է։ Չի ասել հիմնա։ Հայաստանը դա չի ասել։ Հիմա շարունակությունը։ Ամենակարևորը Ռուսաստանի Դաշնության նախագահը այս նույն 10-ին տված հարցազրույցում ինքը ինչ կարևոր շեշտադրում անում։ Հիմնավորում է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի խնդրեմ առաջացավ։ Այսինքն 44 օրից հետո մի ամիս 7 օր հետո Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի նախագահը միտք է տալիս, քաղաքական միտք, թե ոնց կարող է գործընթացը շարունակել, ասում է։ Իրականությունն ավելի բարդ է, այստեղ յուրաքանչյուր կողմ ունի ճշմարտությունը։ Հիշեցնելով, որ սա էթնիկ հակամարտություն է եւ որ 90-ականների սկզբին Սումգայիթի իրադարձությունից հետո հայերը զենք են վերցրել պաշտպանել իրենց կյանքն ու արժանապատվությունը, սա պետք է հանգիստ լուծվի։ Այսինքն ինչ ասում։ Իսկ եթե մի քիչ ավելի խորանանք, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, ասել ոնց արի Սումգայիթում ցեղասպան, այսինքն հայերը միջազգային իրավունք են ունեցել դիմել ինքնապաշտպանության, որտեղ Ադրբեջանի որոշ տարածքներում այստեղ Սումգայիթ է ասում, բայց մենք գիտենք, որ միայն Սումգայիթը չի, թե խորհրդանիշը Սումգայիթն է եղել։ Այսինքն մարդիկ դիմել են ինքնապաշտպանության, ոչ թե Ադրբեջանից տարածք են օտարել անեքսիա, այլ դիմել են ինքնապաշտպանության, որ Սումգայիթի դեպքերը Ղարաբաղում չկրկնվի։ Ստիպված են եղել գնալ։ Ուրեմն սա երկրորդ պասը, որտեղ Պուտինը տալիս է, իսկ Հայաստանի իշխանությունները։ Սա իհարկե ապագայի համար է, պարզ է, որ այս թուրքական իշխանությունները սա ապագայի համար է, այո։ Եվ երրորդ, ամենակարևորը, Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ կարևոր բան ասում։ Ինքը անուղղակի ասում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի։ Ոնց է ասում։ Հիմա ընթերցում եմ իր խոսքը։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ռուսաստանի նախագահը նշում է, որ առայժմ պետք է մնա անփոփոխ, իսկ դրա որոշման հարցը պետք է լուծվի ապագայում։ Բառացի հիմա իր խոսքն է մեջբերում։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ինքնին պետք է մնա անփոփոխ, այսինքն այն պետք է փոխանցվի ապագային։ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն պետք է ամրագրվի, բայց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջև հաղորդակցության պարտադիր ստեղծմամբ, որը պետք է լինի այսպես կոչված դաշինի միջանցք, այսինքն Հայաստանի Լեռնային Ղարաբաղի միջև հաղորդակցության միջանցք։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ինչ կարգավիճակի մասին խոսք կլներ, չկար, կարգավիճակ չկա։ Եթե ասում է կարգավիճակը ապագայում, նշանակում է, որ այդ տարածքը Ադրբեջանի մաս չի։ Շատ բարձր ասում, չէ՞։ Անուղղակի։ Սկզբում ասում է միջազգային իրավունքով, որքան որ Լեռնային Ղարաբաղը ոչ մեկ չի ճանաչել, ոչ ինքնիշխան, ոչ անկախ, ոչ էլ Հայաստանի մասը։ Միջազգային իրավունքով Ադրբեջանը, բայց ամենակարևորը Պրոբլեմն ասում թե ինչու այդ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը ստեղծել, որտեղ թուրքերը դիմել են ցեղասպանության եւ ամենակարևոր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է որոշվի, այսինքն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի։ Կարող է ինքնորոշվի, որոշվի, միանա Ադրբեջանի մաս դառնա։ Կարող է, բայց կարող է ոչ։ Բայց որտեղ որտեղ հայություն ապրի։ Այո, խոսքը այդ ժամանակ հայություն, Անժելա, այդ ժամանակ հայությունը ապրում էր։ Կորուստներով հանդերձ։ Որ ասում են, իհարկե, շատ ճիշտ է գնահատականը, որ հիմա դրա մասին լուրջ չի խոսելը, որտեղ նախ մեր երկիրը օկուպացված է, շատ թուլացրել է Նիկոլը, բանակը ավիրել է, դիրքերը հանձնել է եւ այլն եւ հիմա ռեալ չի դրա մասին խոսել, այնտեղ
80-90 միլիոնանոց մուսուլմանական երկիր այնտեղ 10 միլիոնանոց, բայց ապագայի համար հիմա դուք տեսեք, այս նույն բանն է, ոնց որ ասեք, բա ադրբեջանցիները ինչի 30 տարի հետամուտ եղան, որ այնուամենայնիվ կարողացան, չէ, գալ, գրավել, օկուպացնել ու վերցնել։ Հիմա ասեք մենք ինչի չպիտի, եւ դա տրվում է, հիմքեր է տրվում։ Հիմա արդեն մեզ այդ հիմքերը տրվում են։ Ուրեմն սա Ռուսաստան Դաշնության նախագահ, երբ որ ես խոսք ասում եմ, հիմնվում է նոյեմբերի 9-ի եռակողմի վրա։ Բացի այդ, դրանից հետո եւս 3 եռակողմ կա։ Այդ 4 եռակողմը, որի տակ Ռուսաստան Դաշնության նախագահի ստորագրությունն է, իրավական ուժ ունեցող փաստաթղթեր են։ Ցանկացած նոր իշխանություն, եթե Արցախի հարցը վերադարձի իրավունք է առայժմ, վերադարձ եւ իրավունք Արցախում բնակվող մեր քույրի եղբայրների հիմք ընդունում 4 եռակողմը, որտեղ կա Արցախ, Լեռնային Ղարաբաղ, որը Հայաստանի հետ կապ ունի, ճիշտ է։ Ահա։ Փաշինյանի այս ճանաչումը, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, դա օրվա կառավարության ուրեմն որոշումն է։ Նման բան ճանաչելու համար սովորաբար պետք է ազգային ժողովը օրենսդիր մարմինը իրավական ակտ ընդունի, սահմանադրական դատարանը ընդունի, որ այդ իրավական ակտը հակասահմանադրական չի եւ հանրապետության նախագահն է ստորագրի այդ իրավական ակտը։ Քանի որ դա չկա, դա ընդհանրապես կառավարության որոշում է, ցանկացած նոր կառավարություն չեղարկում է, այո, Ալիևի հիսցիրան գիտեք ինչի մեջ է, ինքը հրաշալի հասկանում է, քանի որ սա իրավական գործընթաց վերջնարդյունքում չունի, որ Արցախը Ադրբեջանի մաս է, իսկ սահմանադրության մեջ Արցախը վերամիավորված էր Հայաստանում, անկախության հռչակագիրը նայենք, այսինքն մայր օրենքում մեր Արցախը Ադրբեջանի մաս չի, արձանագրում ենք սա, արձանագրում ենք, բայց ինչու է Ալիևը իրեն պատառոտում, որ անպայման նոր սահմանադրություն լինի առանց անկախության հռչակագրի, որովհետև այս պահին իրավական առումով մեր մայր օրենքով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի, ցանկացած նոր իշխանություն որ եղավ, ընդհանրապես չեղարկում է անհրաժեշտ բան Ռուսաստանի եւ Իրանի հետ բանակցելուց հետո, եթե պետք լինի անգամ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի հետ, եթե պետք լինի ԱՄՆ-ի հետ, բանակցելուց հետո հիմք է ընդունում իրողություն, իսկ իրողությունը հետեւյալն է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի եւ կա 4 եռակողմ, որտեղ կա Լեռնային Ղարաբաղ, կա Հայաստան, կա Միջանցք եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող հայություն։ Իսկ եթե պարզվի, որ վաղը չեմիսօրը այդ հայության այդտեղ ապրելու երաշխավորը ենթադրենք Ռուսաստանն է դառնում, օրինակ։ Մարդիկ ուզում են վերադառնան, բայց իրենց երաշխիքներ է պետք։ Ադրբեջանի նախագահի երաշխիքները երաշխիք չի, մի պարզ հիմնավորմամբ։ Այստեղ մենք հղում ենք կատարում Ռուսաստանի նախագահի կեցվածքին։ Իսկ 1988-89 թվականին Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը որպես այդպիսին Ադրբեջանում որակվել է մարդկանց ազգային պատկանելիության հողի վրա հայերին սպանողները դատվել են որպես խուլիգանություն, չէ՞։ Խուլիգանական արարք։ Այսինքն, այստեղ շատ կարևոր նրբություն կա, որ պահին նոր կառավարությունը ինքը օրակարգային է դարձնում Լեռնային Ղարաբաղը։ Այդ դեպքում հասենք 100,000 հայ ցանկանում է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Եվ Ալիևին ասում է՝ տվեք մեզ անվտանգության երաշխիքներ։ Այն որ դուք ասում եք 300,000, չէ՞, հիմա ես ասում, ընդ որում 100 չէ, 200,000 է ուզում վերադառնալ, 100,000 Ռուսաստանի քաղաքացիության անձնագիրը գրպանը դրած արմատներով Լեռնային Ղարաբաղից։ Ահա։ Իսկ մենք գիտենք, չէ՞, Ռուսաստանում հիմնականում հայցան ստվար մասը եւ 90-ականներին եւ հիմա այո, եւ դրանց առաջ Ադրբեջանի Հիմա այդ հայերը ասում են տվեք մեզ երաշխիքներ, իսկ միակ երաշխիքը, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կրկնի 88-89 թվականի Բաքվի եւ Սումգայիթի դեպքերը որն է, որ այդ դեպքերը Ադրբեջանի ներկայիս իշխանությունը որակի որպես ցեղասպանություն, իսկ ինքը երբեք չի որակի, որտեղ որ պայն Իլհամ Ալիևը նման որակում տվեց, առաջինը դատվելու է արդեն գերեզմանում գտնող իր հայրը, որտեղ այդ գործը կազմակերպել է իր հայրը։ Հետաբար Ալիևը չի տալիս երաշխիքներ, դա 100%-անոց Արցախահայությունը մոտ 200,000 մարդ, որից 100-150,000 Ռուսաստանի քաղաքացիներ դիմում են Ռուսաստանի Դաշնության նախագահին, ասում են մենք ուզում ենք վերադառնալ մեր պատմական հայրենիքը։ Եվ ուզում ենք երաշխիքներ։ Դուք կարող եք ապահովել այդ երաշխիքները։ Հա, 200,000 Ռուսաստանի քաղաքացի, որտեղ թիվը շատ ավելի մեծ է, 1 միլիոնի մասին է խոսքը։ Ես ասում եմ այն ռեալը, որ 100,000 Արցախից 120, 130, 150,000 դուրս են եկել, տեսականորեն
Այդ դուրս եկածներ 2/3 ուզում է վերադառնա 100,000 էլ նվիրալ հայեր Ռուսաստանում Ռուսաստանի քաղաքացիությունը անձնագիրը գրպաններում դրած մոտ 200,000 հիմա 200,000 հայ ուզում է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ 4400 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանը երաշխիք չի տալիս Ալեն Սիմոնյանը երաշխիք չի տալիս Ալիևը երաշխիք չի տալիս Ռուսաստան Դաշնության նախագահ ասում է իմ համ երկրացիները սոցիալիստնիկի իրականում Արցախը հայությունը քանի որ ինքը նաև ռուսական լեզվի կրող են հա Ադրբեջանում ապրելով իրանք այս կամ այն ձևով ռուսական մշակույթի կրող են ասում եմ իմ համերկրացիները ուզում են վերադառնալ իրենց պատմական հայրենիք Ադրբեջան նախագահ չի տալիս այդ երաշխիքը ես եմ տալիս այդ երաշխիքը Ալիև Ուրեմն հիմա այս մարդիկ վերադառնում են իսկ քանի որ դու անվտանգության երաշխիքներ չէի տալիս եւ դու մտածում ես որ 300,000 իբր Հայաստանից դուրս եկածներ պիտի գան Հայաստան եւ իրանց անվտանգության երաշխիքը թուրքական բանակը պիտի լինի Հիմա ես իրապես եմ ասում 200,000 հայ վերադառնում է Լեռնային Ղարաբաղ եւ որի երաշխիքը ռազմական անվտանգային առումով դառնում է իմ բանակը ու վերջ Սա ապագայի հարց է խաղապահները կներեք այն խաղապահները որոնց ստատուսը մինչև հիմա պահպանում ասեմ ձեզ Պարոն Ապետյան սա մի քիչ ռոմանտիզմի տիրույթից է այն իմաստով որ քանի մենք դեռ այս օկուպանտների չենք ճանապարհել ճանապարհելուց հետո այո դա երկրորդ քայլն է եւ սա մասին անընդհատ պիտի խոսել Ես հույս եմ տալիս փաստական որից է մեկը որ ասում են Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է որ վերադարձի խնդիր չկա եւ այլն ես խիստ առարկայական Ռուսաստանի նախագահի խոսքերով եւ գոյություն ունեցող իրողություններով ստորագրած 4 երակողմով ասում դա ինքան իրատեսական է Հիմա տեսեք որ Ադրբեջանի եւ Նիկոլի համար քանի որ Ալիև եւ Նիկոլի համար այսօր ամենաիրատեսականը ըստ իրենց 300,000 ադրբեջանցիներին բերելն է ուրեմն սա պիտի լինի պատասխան եւ այստեղից պիտի բխի մեծ աշխատանք եւ ամենակարևորը ոչ միայն բխեցնել Պուտինի խոսքից որ սա ասում է ապագայի համար այս պահի համար պիտի օրակարգ բերել ամեն օր օրակարգ բերել Բաքվի հայության, Կիրովաբադի հայության, Սումգայիթի, այո, Արցախյան այդ հարցը պիտի բերել, որովհետև այնպիսի տպավորություն է ամենաբարձր բաներում նստած Ալիևը խոսում է 300,000 հայերի, որ բանը այնտեղ ամբողջությամբ ադրբեջանցիներով են բնակեցված եղել, հիմա դրանից հետո ամայացրել են, հիմա պիտի քաղաքներ կառուցեն, չգիտեմ, ինչ անեն։ Պիտի օրակարգ բերի այն հարցը, որ պիտի 1 միլիոն հայության հարցը, ես չգիտեմ, դա փոխհատուցում է, թե հայությունը պատրաստ է վերադառնալու Բաքու, Կիրովաբադ, դա ինչ է լինում, այս հարցը պիտի բերվի օրակարգ։ Սա ինչի համար եմ ասում, այն վախերը, որ հիմա Նիկոլը սարսափած է, պարզա, Նիկոլը ոնց որ հիմա տեսեք Թրամփը, դուք մի անգամ այդպես բան անցի ֆեյքում ունեցած բանի հարցազրույցի ժամանակ ասեցիք շատ նույն հարթության վրա դնելով եւ շատ ճիշտ, եթե Թրամփը Էփշտեյնի զոհ է Ի վերջո Նիկոլն էլ ես չգիտեմ այդ ծրարի զոհն է, չի բացառում, չէ՞ որ այդ ծրարի զոհ, այդ ծրարի մասին հիմա այդ ծրարի մեջ այնտեղ կարող է Էփշտեյնի ցուցակը, որ ասում են, այնտեղ կարող է Թրամփը, ասենք, չգիտեմ, երեխայի միստ մարմինակերել ասենք 10 մանկահասակների բռնաբարել զվար ինչ այլանդակությունների մասին ասենք խոսում ենք չէ պարզ է չէ որ սա հիմա հрьяաներին չէ պատանդ է համենայն դեպս այդ դրա Էփշտեյնի պատանդն է չէ հիմա մենք էլ իրավունք ունենք տեսնելով դատելով թե Նիկոլը ինչ է անում մեր երկրի հետ եւ հայ ժողովրդի հետ ասենք որ նույն պատանդն է իր վրա էլ գուցե այլ կոմպրոմատներ կան դրա համար չպետք է սարսափել եւ վախենալ եւ հնարավորինս բան հարթակ տալ ձայն տալ ու դրանից սարսափել որ Ալիև անվերջ ասում է 300,000 ադրբեջանցիների մասին չէ իրան վռնդելուց հետո կամ հիմա պիտի անընդհատ օրակարգ բերել Սումգայիթի հարցը Բաքվի հարցը Կիրովաբադի ցեղասպանից եւ փոխհատուցման մասին խոսել բայց եւ վերադարձի հարցը բայց տեսեք մենք հիմա սրա մասին շատ լավ է որ մենք հրապարակում պայենք որպես պատասխան բայց մենք որ մենք խոսում ենք ցավոք սրտի Արցախի մասին երբ որ մենք խոսում ենք մեր հայրենակիցներին Հայաստանում ապրող հայրենակիցներին թվում է թե Հայաստանի հարցը արդեն լուծված է Հայաստանը անվտանգային ոչ մի խնդիր չունի Հայաստանը անպայման մնալու է եւ Ադրբեջանն ու Թուրքիան չեն մտնելու երբ որ Ռուսաստանը այստեղից դուրս գա իսկ իրենք ամեն ինչ անում են չեն մտնելու եւ 4-րդ 5-րդ պատերազմը չի բերելու Երևանում հանգիստ վերընկած իրենք պիտի ապրեն մենք պիտի ամեն օր սա բերենք հատկապես որ Քրիստինե Վարդանյանն էր օրինակ անցած տարի խոսել էր ազգային ժողովում եւ ասել էր որ կարող է ձեր այնպիսի տպավորությունը որ դուք ձեր անվտանգության երաշխավորը ոնց որ թե Ադրբեջանն ու Թուրքիան լինեն տեսնում եք 1 տարի հետո
Նիկո Ալենը իր բերանով խոստովանում է, ասում է Ադրբեջանը մեր երաշխավորն է, հասկանում եք, ցեղասպանություն իրականացրած, Արցախը հայաթափած, Հայաստանի Հանրապետությունները գրաված, մատաթափ տալիս ամբողջ օրը հայ ժողովրդի վրա կբերեմ կլցնեմ 300,000 ու ընդհանրապես դա պատմական արևմտյան Ադրբեջանի մասին է խոսքը եւ պատրաստում է, այո, հաջորդ ցեղասպանությանը պատրաստում է մտնել Հայաստան, սա ասում է մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Իրանը կարող է։ Խնդրեմ։ Հիմա գանք սույն պերսոնաժի, որ ասում անքննելի են տիրոջ ճանապարհները, Բուլգակով ժամանակին այդ շանսիրտը որ գրել էր, տիպիկ այսօրվա Հայաստանի ամենաբարձր իշխանական պաշտոնները զբաղեցնող անձած մասն է գրել, երբ որ շնից սարքում էր պետական գործիչ եւ կառավարիչ։ Հետո վերջում այդ մարդիկ հավատում են, որ իրոք իրենք այդքան կան, որ երկիր կառավարեն, երբ որ սահմանները անցնում են, ուղղակի այդ ժամանակ նույն պրոֆեսորը այդ նույն մարդուց անձին բերում էր շան կարգավիճակով։ Հիմա ասենք այդ ստատուսի մեջ մտնում է նաեւ Ալենը, իդեպ հաշվառներով սա կենսագրությունը։ Ոչ միայն Նիկոլի, այլև Ալենի կենսագրություններ, այսինքն սրանք ոչինչ չեն եղել, մեկ էլ հիմա մտքեր են բարբաջում։ Չունենալով ոչ կրթություն, փաստորեն ոչ փորձառություն, ժամանակին իբր իրավաբանական կրթություն, բայց այն որ ասում անունը կա, համանում չկա, էլի։ Այդ իրավաբանություն լրիվ այլ ոլորտներում էր, էլի, սեղանի տակ եւ սեղանի վրա աշխատելու բաներ, սպասարկու էր դարձել մարդը։ Հիմա ինչ է ասում։ Երկրորդ մասով որտեղ ասում է Հայաստանն Ադրբեջանի անվտանգության երաշխավոր է, տավտոլոգիա է, որտեղ Հայաստանը չի կարող Ադրբեջանի անվտանգության երաշխավոր լինել, որտեղ Ադրբեջանը իր օրենքներով, իր համապատասխանությամբ ունի իր անվտանգության երաշխավոր, իր բանակն է, իր համապատասխան կառույցներն են, իր դաշնակիցներն են եւ ոչ Հայաստանը։ Հայաստանը այդ ոչ դաշնակիցների մեջ կա, ոչ էլ իր բանակի կառույցներում կա։ Բայց առաջին մասը, եթե փորձենք հասկանալ, որ դրա մեջ կա լրջություն, իսկ դրա մեջ կա լրջություն։ Միակ լրջությունը հետեւյալն է. ինչպես Ադրբեջանը կարող է Հայաստանի անվտանգության երաշխավոր լինել։ Միայն մի դեպքում, երբ որ Հայաստանը ավար է Ադրբեջանի Հանրապետության համար, այսինքն Ադրբեջանը ասում է Հայաստանը իմն է, որից մեկին չեմ տա ես եմ հաղթել ճակատամարտը, այս տարածքը ժողովրդով իմն է, եւ ես եմ երաշխավորը։ Այստեղ ժողովուրդը կապրի, չի ապրի, հա, կարտագաղթի, ես եմ երաշխավորը։ Եվ այս առումով, այո, Ալեն Սիմոնյանը ի ցույց է դնում, որ Հայաստանի օրվա իշխանությունները կոլաբորանտ իշխանություններ, այսինքն սպասարկում են Ադրբեջանի եւ նրա ռազմաքաղաքական թիվ 1 դաշնակից Թուրքիայի ազգային պետական շահերը։ Եվ ըստ այդմ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության առումով ունի առաջին երաշխավորը, դա զինված ուժերն են, որի մեջ առանցքը բանակն է։ Երկրորդ իր դաշնակիցներն են։ Երրորդ միջազգային իրավունքն է։ Այսինքն 3 սյուն կա անվտանգության երաշխիքների, որի մեջ Ադրբեջանը ընդհանրապես չի մտնում։ Պատկերացնում եք, մենք Ադրբեջանի հետ այսօր չհայտարարված պատերազմի մեջ ենք, որտեղ պիտի ստորագրվի այսպես կոչված կառուցության համաձայնագիր կամ պայմանագիր, չէ՞։ Այսինքն մենք պատերազմի մեջ ենք։ Ոնց կարող է պատերազմի մեջ գտնվող մի պետություն լինի մյուս կողմի երաշխավոր, այն էլ անվտանգության։ Հիմա ասենք այլ որակումներ ես չտամ, բայց փաստը մնում է փաստ, որ սրանք կախվել են փրփուրներից, այսինքն վերջին տավտոլոգիան դուրս են տալիս, մտածելով որ շատ խելոք բան են ասում, որ հիմա ժողովրդի Իվան։ Ասում եմ, իր ասացի մեջ կա միայն մի իմաստ, եթե Հայաստանը վերջին արդյունքում կապիտուլացվելու է։ Իսկ Նիկոլի վերարտադրությունը սա նշանակում է, որ Հայաստանը ստորագրելու կապիտուլյացիոն համաձայնագիր Ադրբեջանի հետ ու վերջ։ Սա է լինելու Հայաստանի ցանկացած քաղաքացի, ցանկացած քաղաքական ուժ իմանա, որ նոյեմբերի 7-ից հետո ինչ բան է կապիտուլյացիոն պայմանագիր։ Թող բացեն 1945 թվականի մայիսի 9-ին, երբ Գերմանիան ստորագրեց ցամաքային զորքերի անտարկետելը, ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիր անվերապահ։ Այսինքն Հայաստանի սկզբունքորեն բանակը, քանակը, թվականակը եւ սպառազինությունը Ադրբեջանն է որոշելու, այսինքն որևէ վտանգ չի ներկայացնելու Ադրբեջանին։ Երկրորդ, Հայաստանի տարածքներից ինչքան պիտի օտարվի Ադրբեջանն է որոշելու, իսկ Ադրբեջանը որոշելու է իր երկրի սահմանադրությամբ, ոչ թե Փաշտյան Նիկոլի ցանկությամբ եւ ոչ էլ Ալմաթեի հռչակագրով։ Որոշելու է 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով, այսպես է լինելու։ Եվ այդ ժամանակ, երբ որ որոշեց եւ ասեց, որ պիտի տրվի, ես կարծում եմ ինձ հետաքրքիր է, ասենք Փաշտյան Նիկոլը թռավ։ Մյուսները բա ինչ են անելու։ Այս ուղղակի հայ ժողովրդին ասեք, էլի որ իրանք
այն մի ինքնաթիռը որ կա վարկյաններում թռնելու են գնալ դուք ինչ եք անելու երբ որ այս մարդը հրապարակային հայտարարում է ասում է ցեղասպանը մեր անվտանգության երաշխավորն է ցեղասպանը որ այդ Արցախը զավթած որ հիմա էլ որ այդ շարունակում է պատերազմի մեջ գտնվել բանակը ավիրել է հիմա էլ պատրաստում ասում է մենք զենք խաղաղ նպատակներով են գնում մետ էլ աշկակապոցի անում որպեսի մեր ժողովրդին մոլորեսնի որտեվ ասեն դու ոնց ես արտաքին պարտքը կրկնապատկել այս մարդը տնտեսություն բան զարգացնել չկա գնում է պարտքա բերում դեղ թոշակա տալի պարտքա բերում կեսը ուտում է պարտքա բերում թալանում է որտեվ մեկ էլ նայում ես Արարատ Միրզոյանի դրախտն է մի հատ փոշի ծծիչի փող չունեցող մեկը Մեկ ինչ որ բան է անում, այսինքն գերահարկ ինչ որ դղյակ է կառուցում։ Էլ Ավինյանի դղյակի մասին խոսք չկա, առաջ ասում եք, բանը, դե նախկիններին է երևում էր, մեր աչքի առաջ էր։ Այդ նախկինները գոնե այդ բանը 80%-ը դրանք արարող մարդիկ էին, գործարար մարդիկ էին կամ չէ, գործարաններ էին, որ գնացին բան падգամավոր կարող է այդտեղ շատ սխալներ կար, բայց այդ մարդիկ արարող մարդիկ էին։ Գիտեք, այստեղ մի փոքր տարբերվող միգուցե ընդհանուր տեսակետից գնահատական հայտնեմ։ Այս բոլոր կոռուպցիոներները, իսկ կոռուպցիան ինքը կառավարման գործիք է, արևմուտքի ձեռքին, այսինքն կոմպրոմատա, որով տեղի իշխանավորների քայլերը վերահսկելի է եւ կառավարելի է։ Խորհրդային տարիներին այսպեսի մի անեկդոտ կար։ Ուրեմն կոռումպացված որ խավներ, որ պետությանը ամենաշատ վտանգավորն էր, ասում էր այն կոռուպցիոներները, որոնք որ թալանում են եւ առավոտից երեկոն ուտում խմում են։ Ասում է ինչու։ Ասում է որտեղ նրանք ովքեր որ թալանում են, փողը պահում են կամ գնում են տներ են սարքում։ Դառնում են պատանդ, հա։ Ամառանոցներ են սարքում, դա մնում է այդ պետության սեփականությունը, չի կորում։ Նրանք ովքեր ուտում խմում են, այդ փողը կորում է, այդ փողը հետ չես բերի։ Հիմա ոչինչ, թող Ավինյանն էլ, մյուսներն էլ սարքեն տները։ Միևնույն այդ տները վաղը չեմ իսուրը կամ Բայց հայտնի չէ, ինչեր են տարը, ինչ են անում սրանք։ Դա ուրեմն այդ տանելը ես բացում եմ ասելու, այսինքն վտանգը ոչ թե Հայաստանում կառուցելն, այլ դուրս տանելն է, այս համակարգում ձեր։ Այս ուտել խմելը ես սիմվոլիզմի առումով եմ ասում, այո, որ դուրս տանել, թեև նորմալ պետություն լինի, վստահաբար ամեն ինչ կարելի է հետ բերել։ Ինչպես ժամանակին բերվում էր եւ հիմա էլ բերի Ռուսաստան դաշտուն այդ մեխանիզմները կան։ Եվ եթե գանք մեր իրողությունների վրա նորից եմ ասում եւ նաեւ հպարտ հայտարարում է եթե դուք լսեցի ասեք խոսքի սկզբում ասեցի չէ որ դուք 100,000 եթե վճարում եք գազին ուրեմն պետք է պատրաստ լինեք որ Ռուսաստանն ասում է այս էլ ամենայն իդեալական բանն եմ ասում պարոն Նահապետյան որ ասենք ինքը գնում է Թուրքիան չի հարձակվում Ադրբեջանը կես ժամ հետո չի խժռում մեզ հələ դրա մասին չեմ ասում ես ասում եմ ասենք թե իրենք որոշել են լավ մի թողնում ենք որ հայերը մի տարի էլ էստեղ ապրեն ասենք թե Ռուսաստանը որոշում է գազ դուք վիճակի եք ոչ դուք օրինակ ի վիճակի ես օրինակ ի վիճակի չեմ դուք պատկերացնեք ասենք ամսական 400,000 մենակ վճարել ջեռուցման համար դուք ի վիճակի եք եւ ինչ է ասում Ալենը եթե պետք եղավ то ԵՏՄ-ն էլ կգնանա կշտանք Ռուսաստանն եւ այսպեսի հայտարարություն անում հիմա եկեք դուք այդ ջեռուցման մասն չի ասում ես գամ խիստ ավելի առարկական Հայաստանը խորհրդային տարիներին համարում էր արտադրության հանրապետություն, ռազմաարդյունաբերական համալիր, ամբողջ Հայաստանը ծածկված էր գործիքաշինություն եւ այլն գործարաններով, հիմա չկա։ Հայաստանի արդյունահանվող ապրանքը դա գյուղմթերքն է, ճիշտ է։ Գյուղմթերքը ջերմոցներում են, չէ՞, ոչ թե տնամերձում են աճեցնում, որպեսզի քանակ լինի։ Այդ ջերմոցները ինչով են ջեռուցում, գազով։ Ուրեմն որ պահին գազը թանկում է, այդ ջերմոցները բոլորը սննկանում են։ Դուք հələ չեք ասում այդ ապրանքը ուր է գնալ, այդ մթերքը գնալը, մի վարկան մինչև շուկան։ Գազը թանկացավ, այդ մարդիկ, որոնք վարկեր են վերցրել բանկերից, նախ չեն կարողանելու վարկերը փակել, որտեվ ինքնարժեք այնքան բարձր լինելու, դե 3-4 անգամ եթե գազի գինը բարձրանում է, ապրանքի գինն է։ Քո գյուղմթերքը այլևս մրցունակ չի լինի այն շուկաներում, որտեղ արդեն իսկ այս պայդրությամբ առանձնապես մրցունակ չի, ուղղակի Ռուսաստանի դաշտությունը որոշակի արտոնություններ է տրվել Հայաստանից արդյունահանվող գյուղմթերքին, որ այդ ապրանքը վճարվի, որ գումար գա Հայաստան, որ մի մասը գյուղացին է ստանում, մի մասը բյուջե է մտնում, եւ Հայաստանը շնչում է։ Հիմա Ռուսաստանը առանց ՍԹՎ թանկի, ես նորից եմ ասում, սա կարմիր գիծը քաշեց եւ Նիկոլի մոտապես ասվեց այսպես. դու քանի որ պրոֆեսիոնալ գցող ես, մենք հիմա ասում ենք, դու գցող ես։ Մենք մեր գործիքակազմը քեզ ցույց ենք տալիս։ Արեցիր սխալ քայլ, կստանաս պատիժ, բայց ամենակարևորը Ռուսաստանի Դաշնության նախագահը, ես ուզում եմ անպայման այստեղ տարբերակել նախագահ
Վլադիմիր Պուտինի գնահատականը օրվա իշխանությունների իր խոսքի սկզբում եւ Փաշինյան Նիկոլի ժողովրդի միջև ինչա ասում Մենք ձեզ հետ բազմիցս խոսել ենք այն մասին էս վերևում նշվում է ինչ-որ միտք, ասում են Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերություններ են։ Դրանք ձևավորել են ոչ թե տասնամյակներ, այլ դարերի ընթացքում։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը եւ անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։ Մեզ միավորում է նաեւ քաղաքակրթական ընդհանրությունը։ Սա չափազանց կարեւոր է։ Այսինքն, այստեղ հայ ժողովրդի մասն է խոսքը գնում, ոչ իշխանությունների։ Ես դրա համար եմ ասում։ Առասարակ ինքը իր խոսքում առանցքում ինչ առանձին խոսում է հայ ժողովրդի հետ։ Պետ իշխանություն եւ հայ ժողովուրդ։ Հայ ժողովուրդ Հայաստան երկիր եւ այլն էլի։ Հիմա այստեղ եւս մեկ անգամ շեշտադրում է։ Այսինքն հայ ժողովրդի եւ մեր պետության շահերը մի բան են, իշխանությունների շահերը այլ բան են, չէ՞։ Օրինակ հիմա չես կարող ասել Ռուսաստանի դաշնության։ Եթե հատկապես օկուպացված է երկիրը։ Այո, իհարկե։ Մարդիկ հրաշալի գիտեն, հա մենք ենք թերևս փորձում հիմնավորել ամեն ասոր եթերներով տարբեր տաղավարներ, որ երկիրը օկուպացված է, իսկ Ռուսաստանի նախագահը հրաշալի գիտի, չէ՞, Հայաստանի վիճակը։ Ուստի եւ իր խոսքի կարևոր շեշտադրումներից մեկը հայ ժողովրդին է ուղղված։ Մենք դի ընտրություն կատարենք, վերջին հաշվով էս երկիրն է, Փաշինյան Նիկոլի մի բուր քծող արկածախնդիրների սերրաշեղվածությամբ, փառասիրությամբ եւ ստախոսությամբ տարապող մի խումբ մարդկանց, թե այն երկիրն է, որը ժառանգել է նոյի ժամանակներից սկսած հսկայական մշակույթ, քաղաքակրթություն, պատմություն, արժեքներ, որը հիմնականում նաև եւ առաջին հերթին համաշխարհային նշանակություն ունեցել։ Մեր եւ հոգեվոր հայրերս էլ փադասված են ոչ միայն մեր եկեղեցում, այլև օրինակ կաթոլիկ եկեղեցում, մեր մտավորականները հայտնի են այս պահին էլ նույնիսկ աշխարհի տարբեր երկրներում, մեր աշխատասիրությունը, մեր նվիրումը մեծ հաշվով Ես ուրիշ բան չասեմ, երբ համատում են առևտրականներ, ասում են ազնիվ ինչպես հայ առևտրականներ, ազնվության չափորոշ չի եղել։ Այսինքն առևտրականի ասում են ժամանակին անգամ Սիրիայում հայրի անունով պատվով արժանապատվությամբ են։ Այսինքն դրանք չարչիներ չեն եղել, չարչին ու առևտրականը ուրիշ բան է եղել։ Հիմա չարչիների իշխանությունը, այսինքն մարդ, որը ինչ-որ մի բան դավաճանների իշխանությունը չարչի տրամաբանությունը որն է, ինչ-որ բան փախցնի եւ այլն։ Եվ հետաբար մեր ժողովուրդը ամսի 7-ին կամ թշնամիներ են, ոնց որ պարոն Բագրատյանն է ասում, ամսի 7-ին եւ հետո միջև ամփոփեք այդ թեման, պարոն Նահապետյան։ Ես չգիտեմ, ես անցած անգամ էլ խոսեցի դրա մասին, չգիտենք ինչի մենք մի տեսակ կոմպլեքսավորվում ենք, բարդույթավորվում ենք, հա, չենք ուզում դրա մասին խոսել։ Ես կարծում եմ անհարմար չի, որ անընդհատ կրկնել դրա մասին, որ եթե մենք այսօր կանք եւ պետություն ունենք, երկու կարևոր բան կա։ Ես շատ սիրում եմ, հա, մերոնց օրինակով նայել ասել, ասենք սասունցիներ եւ մշեցիներ են եղել, եկել է ինչ որ մի բան, ընդհանրապես բոլոր դպրոցները փակել են, հայկական դպրոցները։ Եվ այդ հատվածը սկսել է եկեղեցիները մասամբ, բայց ինչ որ եկեղեցիներ շարունակել են գործել եւ ինչ որ փոքրիկ բան դպրոցներ։ Եվ եթե կարելի այդպես կոչել, էլի։ Եվ ինչ է եղել, շատ կարճ ժամանակ հետո այդ ժողովուրդը հիմնականում դարձել են կամ թրքախոսներ կամ քրդախոսներ, այսինքն լեզուն իսպար այսպես բան է եղել, բայց հայկականությունը, որ պահել են օրինակի մեծ տատը, որ հայերեն, չգիտեմ, շատ աղոտ եմ հիշում, գիտեք, որ այդ սրբի աղոթագրքերը կար եւ այդ հայերեն էին ասում այդ ամեն ինչը եւ իրենց համար այդ գոնե հիշողություններ մնացել։ Այո, չէ, առաջ դա եկել է, որ դա անհնար էր, որ երեխան հենց ծնվում էր 40-ից հետո պիտի անպայման մկրտվեր, եկեղեցի պսակադրությունը եկել էին այստեղ սովետական միությունում էին ապրում, եթե գիտեք, այդքան մոդայիկ չէր, չէ, գնալ եւ եկեղեցում։ Այդ բոլոր արարողությունները խորքային պահված էր։ Ինչու էր հայկականությունը մնացել, ով էր պահել, ինչներ պահել հայ առաքելական եկեղեցին։ Ճիշտ է, եւ երկրորդ կարևոր բանը, չգիտեք ինչի անհարմար եք զգում ասել։ Եթե արևմուտքը այդպես եկավ, որոշել էր մեծ սևի պայմանագրով ինչ որ ստեղծում էր Հայաստան, ուրա, ինչի չստեղծեց այդ Հայաստանը։ Եվ երկու մասի, չէ՞, բաժան չէ, Թուրքահայաստան եւ Ռուսահայաստան, ճիշտ է։ Հիմա նայում ենք, ինչ է տեղի ունեցել Թուրքահայաստանի հետ։ Խնդրում եմ մի հատ նայեք։ Ինչ է դա, չկա, չէ՞։
Գոյություն չունի, ոչ հայություն կա, ոչ հայկականություն կա, հայկական հետն էլ ամբողջությամբ վերացել։ Հիմա եկեք տեսեք ռուսահայությունը, ինչ է տեղի ունեցել։ 350 տարվա պատմություն ունի, այո։ Հիմա տեսեք ռուսահայության ինչ է եղել։ Պետություն, բնակչության աճ, 3.700.000-ի հասել են եւ իներցիա արվել, հիմա չասեք, չէ, մենք մեր պետականություն ենք կրում եւ գիտեք անգամ ինչ էին ասում, որ Արցախահայությունը ինչու կարողացավ այդպես կանգնել։ Գիտեք նաև ինչու։ Անհարմար չի պետք է ասել, որտեղ ռուսական կրթություն ունեն։ Սա ինչ է նշանակում ռուսական կրթություն։ Սա նշանակում է կրել ռուսական մշակույթ, ռուսական գրականություն, որտեղ կա պետություն գրականության տակ, եւ ռուսական պատմություն, որտեղ եւս կա պետություն։ Այսինքն այս երկու կարևոր բաներն են եղել, որ մենք հայկականությունը եւ պետականությունը պահենք։ Հայ առաքելական եկեղեցին եւ Ռուսաստանի կայսրությունը, իսկ հետո սովետական միությունը։ Հիմա ամոթ է դրա մասին խոսել։ Այս իշխանությունը եկել է սղոցը վերցրել է եւ կտրում է այդ երկուսը։ Մեկի դեմ հարձակվել է, հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակվել է եւ մյուս հարձակումը Ռուսաստանի Դաշնության դեմ է, որ իսկ ինչ է անում Ռուսաստանը այսօր մեզ համար ինչ է եւ փողի, ապրուստի, չէ՞։ Եվ անվտանգության եւ ամենակարևորը անվտանգության երաշխիք, բայց չգիտեք ինչի, այո, երբ որ եղել է սովետական միություն, հայկական դպրոցներն էլ են ծաղկել, հայկական համալսարաններն էլ, ակադեմիաներն էլ։ Հիմա ուզում են, չգիտեմ ինչի մի հատ ագրեսիա տարածեն, որ ասենք պարոն Նահապետյան այստեղ, ես այստեղ ամա չենք, ասենք Չէ, հանկարծ չասեք, որ սովետական միությունը կամ ռուսական կայսրությունը կամ ռուսներն, չէ, անհարմար է։ Ոչինչ։ Եկեք սենց բթացած դեմքով նայենք Նիկոլին ԿՊԱ-ականներին, որ ասում է գնում ենք դեպի Թուրքիա, չէ՞։ Մեր անվտանգությունը Ադրբեջանը, այդ անհարմար չեն գտնում ասել անգամ կրկնել, բայց չգիտեք ինչի, որ մինչև այս պահը մեր անվտանգությունը պահում է Ռուսաստանի Դաշնությունը, մենք պիտի անհարմար զգանք եւ չխոսենք դրա մասին։ Ես կարծում եմ, որ իսկապես, գիտեք ինչ, Խորհրդային Միությունը եւ Ռուսաստանը, որ ժամանակներն է լինի, իրենք գործնականում ցանկացած երկիր որ մտել են, անգամ Աֆղանստան որ մտան, չէ՞։ Այդ երկիր դարձեցին արտադրության երկիր, դարձեցին կրթության երկիր, այսինքն լուսավորություն մցրեցին։ Տաջիկստանը ինչ է եղել, Ուզբեկստան, Միջին այսակարգ մինչև 36 թիվը Թուրքեստանի մարզ է եղել, հետո են առանցին հանրապետությունների ստատուսներ ստացել։ Հիմա ես ինչ եմ ասում։ Այն որ ասում է չնման, ես իմ ժողովրդա չնման պետության չնման Ադրբեջանով է ստեղծել։ Ոնց է ստեղծվել Ադրբեջանը։ Ադրբեջանի համար ասում է սովետական միության տարիներին բանը զվարճանքի թեմա էր, պատմություն էին հորինում Ադրբեջանի համար, ասում են դե չի լինի, էլի ամեն հանրապետություն պիտի ունի իր պատմությունը, այսանք չունեն, մի հատ պատմություն հորինենք, նվիրենք Ադրբեջանին։ Սովետական միությունը պատմություն է նվիրել, հատկապես 60-ականներին, 70-ականներին։ Նայեք, Խորհրդային միությունը եւ Ռուսաստանը իրենք գործնականում ժողովուրդներին, եթե լուսավորություն, կրթություն, աշխատանք, բարգավաճում են տալիս, հետո այդ տարածքը շատ բնական ձևով դառնում է Ռուսաստանի դաշնակիցը եւ ապրում են համակեցությամբ, այսինքն չի լինում ճշտամանք։ Ռուսաստանը, Խորհրդային միությունը այստեղ ակադեմիա ստեղծեց, Գիտությունների ազգային ակադեմիա, քան ինստիտուտ։ Իսկ հիմա որ իշխանությունը ինչ է ուզում անի, փակես ակադեմիան եւ ակադեմիական քաղաք վիրտուալ թղթի վրա ստեղծի եւ փողը դուրս գրի։ Քարոզչության համար միլիոններ են ծախսում, գոյություն չունեցող բանի համար։ Այսինքն սրանք այն սառանչայի նման եկել են ավերելու։ Իսկ սա գործիքա միայն մի ժողովրդի թուրքը որտեղ մտել ավերել է։ Եթե անգամ ինչ-որ բան ստեղծել է թուրքերը, այո։ Եվ եթե ինչ-որ բան է ստեղծում, դա թուրքը չի։ Տեղի ենթակա ժողովուրդներն են, էթնոսներն են, այսօր որ Էրդողանը գնում է ինչ-որ պալատներ, իր սեփական եւ այլն։ Ընդհանրապես թուրք էթնոսը ոչ այդ կառուցելու, ոչ արարելու հետ որից աղերս չունի։ Եվ նրա տիպարը, գենը, էությունը, ես չեմ բացառում, կրող Հայաստանում որվա իշխանությունները, որից է ձևով ավելին ասեմ, թուրքը ինքը իր ամբողջ պատմությունը դաժանությամբ հետ կայսրությունը, Օսմանյան կայսրությունը ստեղծվել։ Դաժանությունը սովորաբար եւ անձի եւ ժողովրդի համար ունի խիստ բնութագրական հատկանիշ։ Դա վախկոտ մարդու հատկանիշ է, որpիսի իր մեջի վախերը խեղդի, ինքը դիմացինի հանդեպ առավել դաժան է, այդ դաժանությամբ եւ դիմացինն է ստիպում ծնկի գալ եւ իր մեջի վախերն է սպանում։ Թուրք էթնոսը այդպես է կայսրությունը կայացել։ Հիմա ուշադրություն դարձեք Փաշինյան Նիկոլի ամբողջ գործելավուճը։ Այդ 18 տարեկան տղային, որ նա փակել է, սա իր մեջի վախերի մասին է խոսում։ Այս վերջին ինչ որ մի հերթական
կապիկություն ինչ որ բենդ անունով, հա, վարչաբենդ համերգ են տվել, ասում է այդ իր անձնակազմի կեսից շատը իր անվտանգության ծառայությունն է, որոնք այսպես հայացքով, մտքով, դեմքով, շարժուձևով հեսա կուտեն մարդկանց, մարդիկ վախեցած, մարդիկ չի գնացել, այսինքն սա Նիկոլի վախերի մասն է խոսում, ես ասել եմ եւ կրկնում եմ։ Հրատապ ասուլի Սամվել Կարապետյանի դեմ ազգային ժողով օրենքի նախագիծ են բերել, որ պիտի դաշինքները հանկարծ անունով չկոչեն, ուրեմն մարդուն տարե փակել է, հիմա կալանավորված շարունակում է մնալ, խլել է ձեռքից ամբողջ 380 միլիոն դոլարի միայն Սամվել Կարապետյանը ներդրում է արել հեծի մեջ, խլել է այս մարդու ձեռքից, պատրաստում է մնացածը խլել այս մարդու ձեռքից, բացի այն որ իր ամբողջ բարերարությունը Արցախով, այդ ամաններով ինչեր արել, այդ տավելա Թուրքին, այստեղից էլ խլում է, դեռ վախեցած է։ Կալանավորված մարդուց անգամ մարդը կալանավորված է, Սամվել Կարապետյանը։ Ժամանակին էլ այդպես կալանավորված Ռոբերտ Քոչարյանից էր սարսափում։ Վախեցած սենց բան անում, օրենք ա բերել, որ պիտի այդ անուններով չլինեն, հիմա էլ փորձում են մտցնել ազգային ժողով։ Փաշինյանը երկու կառավարիչ ունի, մեկ արտաքին տերերն են, մեկ էլ իր ներքին վախերը։ Իսկապես իր վախերը հաճախ իր գործողություններն են թելադրում, թե ինչ անի։ Եվ այդ ներքին վախերի դրսևորումը այդ 18 տարեկան ուրեմն դեռահասին դեռ չէ լրացել, թե նորա լրացել։ Բանտ նստեցնել է, Սամվել Կարապետյան անուն ազգանուն, սա շվակներից, անուններից, մարդկանցից, վախերի մեջ է։ Հիմա ուշադրություն դարձեք մեր հետևի նկարբանում էկրանի վրա 3 անձ է։ 3 անձ էլ Նիկոլը առավոտը քրտնած արթանում է, երեկոյան դողերոսկով պարկում է։ Որտեվ եթե այս 3 անձը ամեն մեկը իր ուժով, քաղաքական կամ դաշինքով բավարար չափով ձայներ վստահաբար հավաքելու են, սա Փաշինյանի ոչ թե վերջի սկիզբն, այլ վերջի վերջն է լինելու։ Դա համար ինքը ամեն ինչ փորձելու անել, որ յուրաքանչյուրի վրա ինչ գործիքակազմ, իրավական, ոչ իրավական, ոստիկանական, դատախազական լծակներ օգտագործի, հիմա էլ ազգային ժողովն է, չէ՞ օգտագործում որպես գործիք։ Սամվել Կարապետյանը, դա մենք գիտենք, իրավական եսօրացիա, այո։ Այսինքն ինքը վստահաբար գիտի եւ պատական չէ սկզբից ասեց մենք թույլ չենք տա եւ ոչ միայն ինքը Գյումրի 2 սցենարը այսինքն այս 3 ուժը բավարար ձայն հավաքում են որ Փաշինյանը չանցնի եւ խորհրդանշական է ինչի մասն է խոսքը հերոս Արցախի հերոս Արցախը վերականգնող մարդ թուրքերի սարսափ տնտեսությունը ծաղկեցրել է 12-13% աճ ունի մեծ բարեկամ իդեմս Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ դա սարերի հետևում չէ եթե Ռուսաստանի մի բարեկամ Բելարուսյան Լուկաշենկոն հասել է նրան որ այսօր միջուկային զենք է ստացել իսկ դուք ինչի եք բացառում որ Հայաստանի Հանրապետությունը երբ որ ղեկավարի նորից Ռոբերտ Քոչարյանը չի եք բացառում, որ իսկապես վերջնական մեր անվտանգության խաղաղության հարցը կլուծվի եւ մենք ունենանք այդ միջուկային զենքը, հատկապես որ մենք ունենք ատոմակայան եւ այդ բանը թափոնները, որ պարոն Բագրատյանն է շատ լավ բացատրում, որ դա ինչպես կարելի է օգտագործել։ Մենք եւ ընդ որում այն մարդն է եղել Ռոբերտ Քոչարյանը, ում ժամանակ ամենամեծ ներդրումը արել է եվրոպական երկրները եւ 1001-ի մարտահրավերով Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենամեծ գումարներն են տվել։ Սամվել Կարապետյանի մասին ինչի մասն է խոսքը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ հայը եւ աշխարհի ամենամեծ ներդրումն է արել եւ բարեգործությունն է արել եկեղեցու ընդհանրապես Արցախի իրաշրջանի մարզերի ամենտեղ 1 միլիարդի հասնող բարերարություն արած մարդը եւ այն մարդկանցից է որ ոչ թե Հայաստանից փող է տարել Հայաստան միայն եւ միայն գումար է բերել Գագիկ Ծառուկյանը որ եւս ինչ որ ստեղծել արել է կարծեմ Հայաստանում է չի անում եւ հատկապես գյուղատնտեսության համար այնպես որ շատ հաճախ որ ասում են դե ուր են մերոնք ինչ են ամենաընտրված բան այդ մեր հայերը ազնվագույն հայերը հիմա Բաքվի բանտում են այս տականքի շնորհիվ տականքի պատվերով բարիս բուն իմաստով տականքի պատվերով իսկ մյուսները հիմա մտել են պայքարի մեջ բայց դե ինք իր քրեական գործերով բաներով հիմա էլ վախեցած օրենք ա տարել ազգային ժողով որ փորձի կանգնեցնել խաթարել բա որ դու տենց վստահ ես քո վրա իբր թե դու ես իմ մեծ փրթում է քո այս թափթփուկներն էլ մեծ փրթում են մենք խնդրեմ չունենք կարանք գիատամը շպրտենք Ռուսաստան էսանենք են անենք անվտանգությունն էլ ապահովված է այնա Ալիևը ցես վկա չէ Ալիևի անունով էլ երթվում օնջանոց ավելի շատ Ալիևի անունով են երթվում թե Թրամպի Թրամփ եմ ասում բանի Էրդողանի Արմինը ում անունով են ավելի շատ երթվում Արմին ում անունով են կանչներին բանկատ
Էրդողանի անով են երթում, թե Ալիևի անով։ Օրվա առաջին կեսը ավելի շատ ում անով են երթում։ Օրվա առաջին կեսը Ալիև, երկրորդ կեսը Էրդողան։ Հա, Իրանք այնտեղ ուրիշ բան չկա։ Ինչ խոսում են, ասում են, բայց իսկապես տեսակ վերջում ասեց Ալիևի արև, ասենք Ադրբեջանն է, չէ՞, անվտանգության։ Տեսեք, հիմա որ ասենք, հորինում եք։ Մարդ իրա բերանով չասեց, ասեց, գրողի ծոցը կուղարկենք բոլորին։ Ալիևի արև, Ադրբեջանը մեզ երաշխավոր, այսինքն Ալիևի արև վերջնական բան արեց եւ երթվեց եւ Իրանի թեման է հետաքրքիր այսօր միջազգային անալիտիկ բան է կարդում որտեղ ասում է որ երկու ազդեցիկ թևեր կան Վենսը այնտեղ նաեւ կան անվտանգության պատասխանատուներ, ուժայիններ, որ ասում են պետք է գնալ բանակցությունների, բայց Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Էմիրությունները եւ նաեւ ներքուն որոշ կոնգրեսականներ պնդում են, որ պիտի հարվածները շարունակվի, երեք էլ նորից խոսեց, ասեց ես կարող եմ, ինչպես ասում են, հողին հավասարեցնել, նորից քարեդարի հասցնել Իրանը, ամեն օր ասում է մի քանի ժամվա հարց է, որ պիտի բացենք Եկեք, եթե Իրանի դեպքերի մասն է, ես որոշակի արդեն եզրահանգման, հա, ձևաչափով ասեմ։ Ինչ է անում ԱՄՆ եւ Իսրայելը այսօր վաղը մյուս օրը։ Ուրեմն քրիտիկական ենթակառուցվածքները ամբողջովին փորձում է ոչնչացնել։ Այսինքն ստեղծում է, որպեսզի այդ պետությունը նորմալ 21-րդ դարի որպես պետություն գոյություն չունենա։ Այսինքն ամեն ինչ ոչնչացնել։ Հարված իհարկե սպային խաղաղ բնակչությունը չի, ռազմական, տնտեսական օբյեկտներն են, տնտեսությունը աշխատացնող բոլոր ենթակառույցներն են, այդ թվում օդանավականներ, կամուրջներ, գազի, նավթի պահեստարաններ եւ այլն եւ այլն։ Եվ ռազմաքաղաքական վերնախավ։ Առաջում սա են անում, բայց միևնույն է այդ ժողովուրդը Իրանի քաղաքացիները բազմազգ եւ բազմակրոն ժողովուրդը չի հանձնվելու։ Սա իրականություն է։ Եվ Տրամպին կարծում եմ եթե դեմքը փրկելու խնդիր ունի ժամանակին հետ քայլ չանի, ապա մի ճակատագրական սխալ կարող անի։ Ոչ թե ինքը, այլ ինքը սադրի Իսրայելի ղեկավարությանը, որպեսզի վերջինս միջուկային հարված հասցնի Իրանին։ Այսա կարող է։ Իսկ դառնում է Իսրայելը եւ Իսրայել պետությունը եւս գոյություն չունենալ, որտեղ Իրանի հիպերձայնարարության փրկիչները նույն պահին հարվածում են Իսրայելի առնվազն անապատում գտնող միջուկային ռեակտորին եւ միջուկային զինանոցին, մարտագլխիկներով հրթիռների պահոցներին եւ երկու քիմիական գործարան են։ Իսրայել պետության տարածքը այնքան փոքր է, որ այդ պայթյունները նվազագույնը Չեռնոբիլ 2 ավելի վատ տարբերակ օրնում։ Այսինքն Իսրայել պետություն գոյություն չունեն, ռադիացիոն ամբողջովին այդ տարածքը պատում է, անմարդաբնակ է դառնալու ինչքան զոհեր։ Եվ ԱՄՆ մտածում է, որ դրանով իր դեմքը փրկեց, բայց ԱՄՆ դրանից հետո դառնում է երկիր մոլորակի բոլոր պետություն, բոլոր անխտիր պետությունների կողմից իզգոյ։ Հասկանալի է, որ Իսրայելին այդ քայլին դրդել է ԱՄՆ։ Եվ ես կարծում եմ, կամ եթե այսպես շարունակվեց եւ Աստված մի արասե ԱՄՆ-ի համար ռազմական ցամաքային գործողություն սկսեց այդ 1-2 կղզին վերցնելու, այդտեղ հազարավոր զոհեր է տալու, իսկ այդ զոհերը ԱՄՆ-ում հակա Տրամպյան մեծ արշավ են դառնալու։ Եվ եթե սա մոտենանք նոյեմբերի կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, ապա ամենայն հավանականությամբ նա հանրապետականը չի հաղթի, դեմոկրատներն են հաղթելու հաջորդ օրը, իսկ կոնգրեսում միջանկյալ ընտրություններում հաջորդ օրը իսկ սկսելու է իմպիչմենտի գործընթացը, վերջ թեման դառնով փակվելու է։ Այնպես որ հիմա Տրամպի, այսպես ասենք, քաջնազարությունը, եթե կանգնեց, եթե ոչ, կարծում եմ իրավիճակը վակարում տխուր է։ Ինչ եք ուզում այդ մարդը դուք եք ասում Էփշտեյնի։ Դե սա էլ է պատանդ։ Այո, սա էլ է պատանդ։ Սա գրածը ինչ գիտեք, որ սա։ Բայց դա համար մեզ բոլորիս է դարձել պատանդ։ Ստեղ մի շատ, այսպես ասենք, սերաշեղվածությունը մի բան է, բայց երբ որ մարդը մանրամասնությամբ պատկերում է դեռա հաս տղա երեխայի հետ տղամարդի սեռական հարաբերությունը, ես առաջին անգամ տեսեք, բայց նույն բանն է գալիս, էլ այն Էփշտեյնի էլի այդ երեխաներն են այստեղ։ Եվ այստեղ էլ, այո, այդ բանը կա, ես սկզբունքորեն չեմ բացառում, որ այդ երկրի հատուկ ծառայությունները, ինչպես ասում են, 100%-ով սրան կապել են, եւ սա ոչ մի ձև ոչ աճ, ոչ ձախ տեղ չունի, էլի։ Այո։ Իդեպ ասեմ ձեզ, սովորաբար այդ հիվանդությունը դերատի երեխաների աղջիկ տղա զուտ հոգեբանական առումով իհարկե ինքնընտրություն է, բայց մարդու մոտ ովքեր որ մանկապիղծ են,
մանկապիղծների հիմնական արարքը երեխաների մոտ գիտեք ինչն է։ Մեծերի մոտ իրենք չեն կարողանում նորմալ հարաբերություն ունենալ, որտեղ մեծը, ասենք, կապ չունի սեռի, դժգոհությունն է հայտնում, հա։ Եվ իսկ երեխաները, որոնք ոչ փորձառություն ունեն, ոչ բան ունեն, սրանց համար ոնց որ թե այդ հաճույքները առաջին անգամ ստանալ, որի մասին Փաշինյանը իր գրքում մանրամասն պատմած, չէ։ Երեխան ինչ հիշողություն ունի, իր հետ առաջին սեռական գրգիրները պարգևող տղամարդուն ինչ ցանկանում է ունենալ եւ այլն։ Այսինքն այդ առումով սրանք կիսակարող կամ անկարող են եւ այդ անկարողությանը իրենց ճակատին կամ դեմքին ապտակող մյուս կողմը չկա, հա, այսպես ասենք։ Դե համար սրանք երեխաների վրա են գնում, այսինքն երեխաները թույլ օղակ են։ Դե համար են այնտեղ գնում եւ այնտեղ էլ Էփշտեյնի մոտ էլ նույն վիճակներ եւ սրա գրքում նկարագրած են։ Հիմա այդ մարդկանց ձեռքն էլ իշխանությունը ասել, հիմա լծակները իրենց ձեռքն հարձակվել են իրենց ժողովրդների վրա։ Այս մարդը կոնկրետ հիմա լավ, ասենք այս պատկերը դրեցինք, հասկացանք, այս մարդիկ ճանապարհ անցած, կայացած ուժեղ հայ դեմքեր են, սարսափում վախենում է Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ այլն։ Բա Դավիթից ինչ է այսպես սարսափած 18-ամյա երիտասարդ, ասում այդ մարդը վախում ամեն ինչից հաջողություններով, իմիջիալոց այն սենց սառնասիրտ, այս իհարկե Արմինեի հետ մի անգամ քննարկել ենք, ելի կքննարկեմ, ժամանակին ասում էին, ինչ ճիշտ է, կանանց տվեք իշխանություն, կանանց բարի, արի ավելի գութ, ավելի բան, երկիրը տվել են կանանց ձեռը մեկը մեկից հրեշների, չգիտեմ, այս ինչը անսիրտ արարածների։ Հիմա երկրորդ դիտարկումը չկայացած տղամարդու բոլոր առումներով նաև կեցվածքը, երբ պաշտոնատար լուրջ իրավունքի դաշտի պաշտոնատար անձինք լինի արդարադատության նախարար, ներքին գործերի նախարար, դատախազ ուշադրություն դարձնենք, հա, մարդու իրավունքների պաշտպան, սրանք բոլոր իրավունքի դաշտի արտաքին հետախուզության պետ։ Ինչու են կանանց տալիս մշակույթի կրթության եսիմ ինչին մի վարքան այդ թողեք։ Արդարադատության, դատախազ։ Ես ասում եմ իրավունքի դաշտի։ Տեսեք քանի հոգի։ Ինչու է կանանց տալիս, որտեվ եթե դիմացինը տղամարդ լինի, տղամարդ հարաբերություններն կապ չունի, մեկը վարչապետ է, մյուսը կառավարության անդամ, նախարար։ Ինքը մարդկային առումով բարդույթ ունի, տղամարդու հետ շփվելու, հասկանում եք դուք, վախ ունի։ Բայց ինքը կանանց հետ շփվելու ավելի մեծ բարդույթ ունի, ինքը մտածում է մի վարքան, Աննան ուրիշ է, Աննան իր համար ոչ միայն կին ա եղել, զուգընկեր ա եղել, Աննան մայր ա եղել առաջին հերթին։ Իդեպ մոր իշխանություն ունի Աննան իր վրա։ Հիմա կանանց հետ շփվելով ինքը մտածում է, քանի որ ինքը տղամարդ է, կանայք մի քիչ ավելի այդպես զուսպ կլինեն, կենթարկվեն, իսկ տղամարդը չէ, կարող է չորոշ դուր գաս, ես ինչ ես անում, արա, օրինակ եմ ասում։ Այսինքն պատական չի, սա իր վախերի, իր բարդույթների, այսինքն մեր ժողովուրդը այսօր արևմուտքի ձեռքին սրա ձեռամբ պատանդա իր բոլոր այլասեռումներ, նորից եմ ասում, օրինակ ինքն ու Տրամփ ինչով են շատ նման, Սաակաշվիլին Զելենսկին ինչով են նման, ուրեմն բոլորը անխտիր սեռաշեղված են, բոլորը իմ նշած անձինք, երկրորդ փառասեր են մինչև աստղեր հասնելը եւ երրորդ ստախոս են, ահա որ մեծագույն ստախոսներ, այս իմ նշած 4 անձինք եւ սրանք նույն բուծարանից են դուրս եկել, այսինքն բուծարան ասելով նույն կոմպրոմատներն է, այս մարդկանց որ ընտրել են, հետո բերել են իշխանության տարբեր երկրներում, այդ չափորոշները իրենց ձեռքին եղել է, բայց ինչպես ասում են, չարի վերջը մենք գիտենք ոնց արնելու եւ իսկապես լինելու է։ Սաակաշվիլին գժանոցում է, Զելենսկին շուտով կարող է համբարձվի, Տրամփի վերջը Աստված գիտի ինչ կլինի, սրա վերջն էլ, ինչպես ասում են, հայ ժողովուրդը իր արժանի կեցվածն ու պատասխանը պիտի տա, կարծում եմ այսպես։ Շնորհակալություն։